Ողջույն, Շիրաքանրային հեռուստաընկերության եթերում կրկին համով ռինգն է։ Մեր նկարահանող խումբը գտնվում է Չերքեզի ծորի ձկնապուծարանի գեղեցիկ տաղավարներից մեկում, ինչպես միշտ ես ասում եմ եւ նշում եմ այս մասին։ Դրսում աշուն է, Գյումրիում աշուն է, կարծես մի քիչ ցուրտ է, բայց մեր տաղավարում շատ ջերմ ու տաք մթնոլորտ է։ Մեր մթնոլորտը այնուհանդերձ ավելի կջերմանա, երբ ես ձեզ ծանոթացնեմ մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնեմ նրանց։ Երևանից ժամանած դերասանուհի, երգչուհի Մարգարիտ Խաչատրյան, Մագան։ Հիմա արդեն հուզված եմ, որովհետև այս տարազը պարտավորեցնում է, որպեսզի հայկական համ ու հոտով մի համով կերակուր պատրաստեմ, այն էլ մրցակցելու եմ իմ շատ լավ ընկերոջ հետ։ Չէ, մրցակցելը սուտ է, մենք մեծ բեմերում եւ մեծ փառատոներին անգամ այդ ժամանակ չենք մտածել մրցակցության մասին, բայց դե ամեն դեպքում հուզիչ է, որովհետև պիտի աշխատենք ամենակարևորը համով ֆոտով եւ զրուցենք եւ համով ֆոտով ուտես պատրաստենք։ Սա զումա չէ։ Խնդրեմ, համեցեք։ Բարև ձեզ։ Ողջույն, բարև Մարգարիտ ջան։ Ողջույն, բարև ձեզ։ Արդեն հիացած, որովհետև այս գունագեղությունը, մթերքեզ բազմազանությունը, համեմունքների շքեղությունը ինձ արդեն ոգևորում է, որովհետև կարծում եմ, որ պիտի համով բան պատրաստեմ։ Անպայման Մարգարիտ, իսկ դուք եկել եք ձեր ամենալավ ընկերներից մեկի հետ այսօր մենամարտելու։ Եկեք, ուզում եք միանգամից իրեն էլ ներկայացնենք եւ ընթացքում զրուցենք։ Սիրով։ Մեր հաջորդ հյուրն է Գյումրեցի մեր համակարգացի շատ սիրելի դերասան Արթուր Հակոբյանը։ Ժողովուրդ ջան, արգանքներս բարև ձեզ։ Միսիկ նկարեք, որ ես դու հուզվին, բայց ես չեմ հուզվին, որտեղ ես իմ քաղաքից մեկն չեմ հուզվին։ Դոսիկեն ստուդիան է, որտեղից որ ես սկսել եմ, էլի չեմ կրնալ հուզվին, դող հուզվին են մարդիկ, ովքեր առաջի անգամ են, օրինակ, ով որ ընձետ դի բան սարքին, Մարգարիտա Խաչատրյան։ Դիմավոր ենք Արթուրին։ Բարև ձեզ, բարև ձեզ, Բարև ձեզ, բարև ձեզ, բարով եք եկել, շատ շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերքը եւ ժամանել եք Գյումրի, գիտենք, որ շատ զբաղված եք, ամեն դեպքում շնորհակալություն հրավերքի ընդունելու համար, բարով եք եկել, ինչ տրամադրությամբ եք եկել։ Ես լավ տրամադրությամբ եմ եկել, Մագան չգիտեմ, երևի ավելի լավ, Ես հաստատ ավելի լավ, բայց այնպես չի, որ առաջին անգամ եմ անդադ գալիս եմ եւ որպես բարեկամ, եւ որպես դերասանուհի, եւ որպես արդեն քաղաքացի։ Ես հասկացա ինչ-որ բան դիսարկեմ, չէ՞, Այո, ինչ-որ բան եք սարքելու, դուք մենամարտելու եք միմյանց հետ։ Սուսերով։ Սուսերով չէ, դանակներով։ Ասում եւ սուսերով լինի, էդ էլ ասեմ։ Դանակներով։ Արթուր, ուրեմն ես ձեզ բացատրում եմ խաղի կանոնները, ուրեմն սեղանին մեր դրված են բազմաթիվ մթերքներ, խնդրում եմ մոտեցեք, նայեք, տեսեք, թե ինչեր կան, ինչ կա, ընտրելու եք այս բաղադրիչները, պատրաստելու եք որևէ համեղ ուտեստ եւ ներկայացնելու եք համտեսին, այսքանը։ Իսկ մենք որտեղ մենք համտեսին մասնակցելու ենք, որտեղ կամենաք, ուզում եք գիրուղուշ անենք, չգիտեմ։ Համտեսին մենք մասնակցելու ենք։ Այո, անպայման, իհարկե։ Սկզբից ուրիշներին կուտանք թողուդեն, հետո նոր մեկ 15 րոպե դոն։ Հիմա Արտուր, արի որոշենք մենք որտեղ ենք եկնում։ Չէ, ոչ մի դեպքում։ Դու լավ, ես Չէ, ես ստեղ։ Լավ էլի, Արտուր, ես չէի կասկածում, որ այդ ձախ կողմը պիտի կանգնեի, որովհետև քեզ շատ բնորոշ հատկանիշ է։ Ինչը։ Լևի կանգնելը եւ լևի գնալը։ Հաղորդումը կենսագրությանս մասին չէ, հաղորդումը մսի, նռան, լիմոնի եւ այլոց։ Արտուր, լևի ընդհանրապես պետք չի գնալ, որովհետեւ լևը կուտի, հակառակ դեպքում կարային կասեմ։ Կարային ինքն էլ կարասի, ժողովուրդ իմացեք, ինձ ու Կարնային ամուսնացրել է այս կողքից կանգնած սիրուն աղջիկը։ Չգիտեմ ճիշտ եմ արել, թե ոչ։ Շատ ճիշտ։ Հետ եկեք ինձ հարցրեք։ Բազմաթիվ տարիները ապացուցում են, որ ճիշտ եմ արել Արթուր, որովհետև զավակներ ունեք եւ այլն, բարիքեցիկ։ Շատ տեղերից զավակներ շատ կան, շատ։ Մենք կարող ենք արդեն սկսել, թե Դու որն ես ընտրում խոզիմիս։ Լավ, այդ դեպքում ես կընտրեմ գարան միսը, այստեղից ես լիմոն, նուրը չուզես։ Չէ, մեկ լիմոն ես նույնպես կընտրեմ, թող մնա այստեղ։ Ես թող մնա, հետո կվերցնես։ Չէ, դու կարող ես բոլորը օգտագործես, թող մնա, իմ լիմոնն է, թող մնա այստեղ։ Մեկ գլուխ սող, հա, այստեղ ոսպ կարելի է։ Պադրիջան կա, սող ես տարբեր գույների։ Ես սող չունեմ։
Այս սոխը տնենք մեջտեղը, հասկացա՞ր, այստեղ մեջտեղը։ Հա, շատ մեջտեղ էր, հա։ Հետո եսի պետք եկավ կարող է տամեց։ Ինչ է վեր։ Այնտեղ դդում է, այո, ինձ պետք է, քեզ պետք է գալու Արտուր։ Դտում։ Հա։ Գալոխս դտում էլ, դտում նար պետք։ Լավ։ Ես չաման։ Այստեղ տարբեր համեմունքներ են, հələ տեսեք, ինչ ասես կա։ Ես շաֆրանը կընտրեմ, իմբիրը կընտրեմ, ցիտրոնը կընտրեմ, աղը։ Վերցնենք միանգամից։ Եթե կարելի է։ Իմբիրը սա էր։ Ահա։ Իմբիրը ինձ էլ էր պետք։ Լավ, ընթացքում փոխադարձաբար օգտվեք։ Լավ, մենք աղը մեջտեղն ենք դնում։ Աղը մեջտեղ։ Աղի համար չարժի կռվել։ Լավ, ես կխնդրեմ հետո ինձ սև ու կարմիր բիբարը մի պտղուզ ամեն մեկից կտա։ Հա, հենց Ռեհան, ցիտրոն, ուզում եք միանգամից էլ դասավորենք։ Լավ, թող մնա։ Չէ, մենք այստեղից կվերցնենք Սինեջան։ Ուրեմն ընտրված է, պատրաստեք։ Հիմա պիտի պատմենք ոնց ենք պատրաստում։ Այո, հիմա միանգամից նշենք, թե ինչ եք պատրաստելու եւ առաջին փուլը համարենք բացված։ Նշեք, խնդրում եմ դուք։ Նշեք։ Լավ, նշում եմ ես, ուրեմն քանի որ գառան միս է, ոսպե դդում է եւ համեմունքները ցիտրոնով, ինձ միանգամից հիշեցրեց Սիսիան Գորիսի մի շատ հետաքրքիր ուտեստ կա, գառան մսով ոսպով, այդ ես այնտեղ եղել եմ, գուցե այդպես չկարողանամ պատրաստեմ այդ սոուսը, բայց կփորձեմ, որ մոտավոր համին գամ։ Ռիսկն էլ գործի կեսն է, այսպես ասեմ։ Համաձայն եմ։ Գառան մսով եւ դդմիկով ապուր, 700 գրամ գառան միս, 400 գրամ մաքրած դդում, 0.5 բաժակ կարմիր ոսպ, 1 գլուխ սոխ, 1 լիմոն, կոճապղպեղ, շաֆրան, համեմի սեր մաղացած, ցիտրոն չորացրած, աղ, սև պղպեղ, խառը կանաչի, կարակ, բարի ախորժակ։ Արտուր, դու ինչ ես ընտրել։ Ես արդեն սարքել բրձել եմ։ Արդեն վերջ խոզի չալաղաջը տրեց իր տակացավ, արդեն պատրաստ է։ Ուրեմն խոզի չալաղաջի տապակա եմ սարքելու ես, տապակելու եմ, բայց մի քիչ ուրիշ տեսակի համերով, այսինքն համեմունքը հետո դիլծվի։ Քո իմպրովիզացիաներով, այսպես ասած։ Խոզի տապակա, 3 հատ խոզի կողամիս, 1 հատ նուռ, 1 գլուխ սոխ, 1 գլուխ սխտոր, 1 լիմոն, մանանեղ, բարի ախորժակ։ Իսկը եւ իսկ տղամարդու վայել ու տեստես։ Մարգարիթը արդեն սկսեց, ես էլ կարող եմ սկսել։ 3-4 առաջին փուլը հայտարարում եմ բացված։ Գնացինք։ Հիմա ես ասեմ, որ գառան միսը նախապես մի փոքր այսպես կտրատում եւ ծակծկում ենք, որպեսզի համեմունքները շատ ավելի հեշտ ներծծվեն։ Ես այդ process-ը իհարկե ցույց կտամ, համեմունքները շատ մանրամասն այսպես ծածկում ենք մսի վրա եւ ավելացնում ենք աղը եւ լիմոնը։ Ձեզ երկուսիդ ուզում եմ տեղյակ պահել, որ ես կարող եմ ձեզ օգնական լինել տվյալ պահին, այնպես որ աշխատացրեք ինձ էլ, եթե համել ընթացքում կզրուցենք։ Որ դժվար չլինի, սոխ կարող եք մաքրել։ Խնդրեմ։ Ամենադժվար բանը էլի որ լաց է։ Դժվար գործն է։ Ես ընթացքում մի հատ երգ եմ էլի։ Սարերի հովինը մեռնեմ, հովինը մեռնեմ, հովինը մեռնեմ, իմ յարի բոյինը մեռնեմ, բոյինը մեռնեմ, բոյինը մեռնեմ, 3-4-5 6 տարի Հարուր 6 տարի Տեղյակ պահեմ ձեզ, մեր այս դասապատրաստումը, այսպես կասեմ, այս մենամարտը տևելու է 25 րոպե, մենք ունենք 25 րոպե ժամանակ եւ պետք է հասցնենք այդ ընթացքում պատրաստել ամեն ինչ 25 օրվա է պար։ Հա, իսկ 25 րոպեում մենք չենք հասցնի զրուցել, ես պատկերացնում եմ, ինչքան հարցեր, կհասցնենք, դուք հարցրեք, բան կա, որ ուզում եմ։ Խնդրեմ, Լուսնյակ ջան, հարցրու։ Քեզ շատ կարոտել է Գյումրեցի հանդիսատեսը, հեռուստադիտողը, պատկերացրու, ժամանակին շատ դիտում էին քո հումորային ծրագրերը։ Հիմա ես գիտեմ, որ դուք երկուսով շատ ճանապարհորդում եք։ Այո։ Եղել է նման պետքեր։ Պատմեք մի քիչ ձեր ճանապարհորդության մեջ տեղի ունեցած արկածներից, էլի, արկածներ կարծեմ տեղի ունեցած կլինեն։ Շատ։
Շատ նախ ասեմ, որ մեր խոսեք էլի մի քիչ ճանապարհորդությունները հետաքրքիր են այնքանով, որովհետև մենք բոլորս էլ հումորի մեծ զգացում ունենք եւ բնական է, որ շատ հետաքրքիր ծիծաղաշարժ պատմություններ շատ են եղել, բայց ես անկեղծ պիտի ասեմ հեռուստադիտողին, որ այն ամենը ինչ իմ հետ է տեղի ունենում, ես պատմելուց այդքան էլ գունավոր չեմ պատմում։ Հա, ես հասկացա։ Ավելի լավ է թող Արտուրը պատմի։ Ինչի մասին է խոսքը, առաջի գունավոր պատմությունը, որ ինքնաթիռի մեջ բնականաբար գնում ենք Հոլանդիա կարծեմ։ Ես ու Մագան մեկ էլ ասեց Արդ, ասի ինչ է, հեռախոսս կորավ։ Ինքնաթիռի մեջ հեռախոսը տեղ էր գնաց հեռախոսը, ման եկավ ժողովրդին խնդրեցի, ասի ժողովուրդ ջան, այս 3 շարքը հնարավոր է կանգնենք, նայենք, տեսնենք այն բաներից ունիք, ռազմիկը ոնց է ասում, պինդրմչինային են։ Ականջա բռնիկ։ Հա, այդ տեսակ մի բան։ Ականջա բռնակներից։ Ասեց բան էր, հեռախոսս կորավ։ Ուրեմն ես խնդրեցի այդ 2 շարքը ժողովուրդը կարող եք, հա, բավականին ինչի մասն է խոսքը, հելան մարդիկ, ման եկան կդանք հեռախոսը։ Ահա 5 րոպե չի անցել, ասեց հեռախոսս կորավ։ Ասես էլ չեմ անի մարդկանց։ Մեկ է, կորավ, չկորավ, ինչ եղավ, ինչը։ Մի 15 րոպե փնփնտանց, ասեց վայ տակս էր մնացել։ Հեռախոսը, վաղտել էր տակը, էլի որ այդքան մարդ էլա։ Այս ընթացքում ասեմ, որ համեմունքները նշեմ, ինչ եմ անպայման պատրաստելու ընթացքում ասում ենք, թե ինչ ենք լցնում։ Ուրեմն պատրաստելու ընթացքում գառան մսի վրա ավելացնում ենք սև բիբար, կարմիր քաղցր բիբար, շաֆրան, համեմի սերմ եւ իմբիր։ Եվ մի փոքր ավելացնում ենք, ճզում ենք կես լիմոնը եւ խառնում ենք աղի հետ, այնքան բնականաբար ես սովորում որ մի փոքր անալի լինի, որպեսզի մարդիկ կան, որ աղի չեն սիրում։ Հետո նրանք կարող են ավելացնել եւ դնելու ենք արդեն կրակի վրա, որպեսզի էփի, հետո ոսպը մյուս բաները ավելացնենք։ Պարզ է, ջերոցի մեջ, այսինքն պատրաստելու ոչինչ չկա, ինքը պատրաստում կրակի վրա։ Լավ։ Ես ինչ համ, ես ինչ հոտ, Արտուրը արդեն այսպես ասած գրգռիչ հոտերը քցեց։ Այո։ Ես տեսնում եմ, մի վարքյան։ Վարվեց։ Վարվեց, կարող է մի քիչ ջուր ավելացվի վրան։ Չէ, չկա նման բան, սրա վրա պետք է ավելացվի մենակ աղ։ Իսկ մրցակցության առումով ես գիտեմ, որ դերասան-դերասանուհիները միմյանց հետ միշտ էլ կա այդ մրցակցային վիճակը։ Գուցե, մեր մեջ մրցակցային չեք ունենա, դուք երկուսով համատեղ զույգ եք, այսպես ասած։ Լուսնյակ ջան, այդ զույգի պատճառով ամեն ներկայացման հումորային համերգային ծրագրերից առաջ ես ժողովրդին ներկայացնում եմ հարգելի բարեկամներ, հարգելի ընկերներ, հարգելի հանդիսատես, մենք ամուսիններ չենք էլ եղել։ Դե ոչինչ, հանդիսատեսը ինչպես ուզում է, այդպես էլ կընկալում է, չէ, դա այդքան էական չի, ուղղակի պետք է խնդրեմ ինչ է կրակ հրահրիչը տուր։ Հրահրիչը։ Ոսկլտիչը։ Ես եմ վարում, եթե կարելի, այո։ Մի վարքյան։ Ահա, խնդրեմ։ Ահա, հոյակապ է։ Ուրեմն այստեղ մեզ պետք է նաև լիմոն, նուր, այդ ես եմ մտածել, սոխ։ Հա, սոխը դու ես մաքրել, ես մագայի համար եմ մաքրած, թե իմ։ Սոխը պետք է շատ մանր լինի։ Հա։ Ես ես կարող եմ տալ փայտից գթալներ, ավելի շուտ գթալ խառնիչներ, հա։ Աბრեք, նորմալով տվեք։ Այս ասեմ առաջին դեպքերից, հա, Լույս ջան, որ մենք ասենք շատ քիչ ենք շատախոսում, երևի առաջին անգամ է, որ մրցակցության մեջ ենք, բայց դե այդպիսի բան չկա, ուղղակի հաստատ համոզված եմ, որ Արտուրն էլ էս բան պարզապես ուզում է, որ համով լինի։ Իհարկե, ընդհանրապես եւ եթե ինչ-որ մի բանով օգտակար կլինենք այս բաղատարատոմսով ձեզ, գիտեմ, որ Լեննականը Գյումրին իր ճաշատեսակներով է, թող գնան երազեն, դրա մասին չի խոսքը։ Ապրես, դրա համար եմ քեշացիում, ապրես, բալիկ ջան։ Բայց մի հատ անձնական հարց է, անձնական չեմ ասի, այ տանը լինում ես հաճախակի։ Պետք է եղել է։ Մենակ մնում ես տանը, պատրաստում ես պատրաստել։ ինչ-որ ուտես, ընտանիքից երեխաների համար ինչ-որ բան պատրաստում ես, եղել է, որ կառան չի հասցրել, ասենք
Դու ես խոհարարի տերում այդ օրը եղել։ Ես երկար ժամանակ չէի մտնում խոհանոց, որովհետև սկզբից մամաս, քուրիկներս, հետո ամուսնացել եմ Կարան, թստերիկս, ինձ ժամանակ չի եղել խոհանոց մտնելու, բայց երբ որ ես առաջին անգամ դժբախտս մտավ խոհանոց եւ որոշեցի ինչ-որ բան սարքել, սաղ տղեսել, երեխեքնել, սաղ սկսեցին վրես խնդալ, թե ինչ պիտի սարքեմ ես, որտեղ առաջի անգամ նախ որ ես Կարայի հետ ամուսնացա, ես իրան խաբեցի, ասեցի ես կարտոշկա եմ տապակում, նման բան չես կեմ, իչև մի սպասում եմ, որ ես պիտի տապակեմ։ Տապակեցիր այդ կարտոշկան։ Ոչ, դու պիտի հիշես այդ պատմությունը։ Մի խոսքով, ես երևի բարձր Մի քիչ կամաց հա։ Թույլ արա, միշտ տապի, կհասցնես, ինձ թվում է։ Ուրեմն ես ասում եմ մրցակցություն չկա, բայց դու աշխատում ես մագայից առաջ ընկես։ Իհարկե։ Ուրեմն ես չեմ հիշում ինչ էր սարկածս, որ այդքան վրես խնդացին, հետո պարզվավ ինչ չհասավ այդ ինչ որ ես սարքել էի, հա, ես սովորացի։ Չեմ հիշում սարկածս ինչ էր, բայց հետո մի անգամ Կարային խնդրեցի, որ ինձ սովորեցնի ջրալի ճաշ, ես չեմ ուտում ջրալի ճաշ, սարքել, չեմ սիրում։ Ես մի անգամ սարքեցի, տեսա որ էլի ինձ չհասավ, այլևս որոշեցի ոչ մի բան չսարքել։ Բայց ես խոզի մսի գործով պատկերացնում եմ, որ շատ լավ ես։ Ես սիրում եմ, շատ ես մսակեր եմ, ես սիրում եմ ու հաստատ պատրաստելուց հետո տնա չի երեխեք չան սաղդից ես տան։ Ես ինքս Երկու կտորեն ուզել ես, որ ոչ ոքի չհասնի։ Հա, ես կանը չէ, մի կտորը կտամ ձեզ։ Լավ, մագային ասեմ։ Հարցրեք պատասխանը, որովհետև ես պիտի սպասեմ խոհանոցում, ես ուզում եմ քեզ տեսնել ձեր տան խոհանոցում։ Դե խոհանոցում, ինչպես բոլոր կանայք, գլուխ չգովեմ, որ ասեմ, անող դնող է փող։ Հա, եթե պետք է, որովհետև ընտանիքում եւ մայր եմ եւ աշխատող եւ այլն, բնականաբար այդ ամեն ինչը պետք է անեմ շատ արագ։ Եվ մայր եմ եւ տատիկ։ Տատիկ։ Այո, նաև տատիկ եմ։ Շատ հաճելի է, շատ շնորհակալություն։ Երիտասարդ գեղեցիկ տատիկ։ Հիմա այն ամեն ինչը որ պատրաստում եմ, աշխատում եմ շատ արագ լինի, չգիտեմ, համենայն դեպս ովքեր որ համտեսել են իմ պատրաստած կերակուրները, հատկապես աղցանները, ասում եմ որ համով եմ պատրաստում, ես չեմ սիրում։ Նման համեղ կլինի հաստատ։ Չգիտեմ ժողովուրդում, բայց ճիշտ եմ ասում։ Տեսնենք ու միակ բանը որ խմորեղենի հետ զահլա չունեմ, այսպես հավես չունեմ, որտեվ երկար է այդ process-ը, մեկ էլ ասեմ սիրելի գյումրեցիներ, ուրեմն սուրճ եմ պատրաստում մի աննման։ Ուրեմն մի գեղեցիկ օր փորձի համար Արտուրը գալիս է, որ նոր սցենար է գրել եւ մենք պետք է դա անցնենք եւ ես նստած եմ մեր բազմոցին եւ սուրճը գավաթով դրած է։ Արտուրն ասեց, «Բայ մագա ջան, սուրճ ես խմում, ասի մի հատ խմի, տեսես կոֆենք խմվի»։ Ես մտա ասես մի հատ սուրճ սարքեմ, ասի դրած է խմի էլի։ Ասես մի հատ խմի, տես կխմվի։ Հետո ես հասկացա, որ սուրճը ես պիտի սարքեմ ու եղավ մի քանի դեպք, որ անընդհատ ես եմ սարքել։ Հիմա Բելգիայի պատմությունն էլ կպատմեմ։ Մի օր էլ ասի մագա, մի անգամ էլ դու սարքի, ես խմեմ։ Սարքեմ ասես, բայց պիտի խմես։ Ինչ է, այսինքն այնքան մի քիչ սուրճ ու շատ ջուր էլի, հասկանալի։ Սուրճը դարապես չես սիրում։ Չէ, սիրում եմ, խմում եմ, բայց համեղ չեմ պատրաստում։ Հա, դրա համար իսկ ֆիրմային ինչ ուտեստ ունես։ Քո գանձարանում, այսպես ասած, խոհանոցային։ Հա, իմ գանձարանում ունեմ աղցանները, որոնք լրիվ իմպրովիզացիայի վրա է, այսինքն ես տեղում տանը ինչ որ կա դրանով, որոնք դդումով շատ համով աղցաններ եմ պատրաստում։ Ճաշատեսակները նորից չեմ կարող հատուկ բաղադրատոմս թելադրել, որովհետև այդ պահին ինչ որ տանը եղավ, ես պատրաստում եմ, կարևորը համեմունքներն են, ասենք բանջարեղենային եւ բրնձով ռագուներն եմ շատ համեղ պատրաստում, որովհետեւ ռագուները, բայց ոչ մսով, այլ բանջարեղենով։ Հա, դե ես միևնույն է արդեն պարտված եմ, Արջան, որովհետև ես հասկացա մինչև միսը եփի, Արտուրը արդեն իր ուտեստը կպած։ Սոխը շատ մանր դիլնի, շատ մանր կտրատած։ Փարակ։ Շատ փարակ։ Մներ, սոխը մներ։ Մարմար։ Դժվեժիգի պատմություն եմ։ Ես դժվեժիգի պատմություն։ Յուրաքանչյուր կնոջը պատիվ է խոհանոցում իմպրովիզացիաներ անելը, չէ, որովհետև իրոք հարկավոր է։
այժմյան իրավիճակում յուրաքանչյուր կին պետք է իմպրովիզատոր լինի, այո, մանավանդ որ աշխատում է։ Առանց այն էլ կյանքն էլ իմպրովիզացիայով անցկացնում ենք։ Բեշե յանի բուզվալ հասկերին։ Հիմա այս ուզում եք ես ամեն դեպքում սոխառացնել անենք, այնտեղ մյուս թավայի վրա դուք եթե կարելի է, այլ։ Կրակը ես եմ վարում, գյումրեցիները թող կրակը վարեն։ Այ մամա ջան։ Վերջերս գնացել էիք Մոսկվա։ Վերջերս կար Մոսկվայում։ Վերջերս չէ։ Հա։ Ես իմացել եմ, որ վերջերս էր։ Հա, դե մի տարին կարելի ասել վերջերս էր, իսկ դրանից առաջ ասեմ, հետո ավելի գունեղ Արտուրը կպատմի, գնացել էինք Մոսկվա մրցանակաբաշխության հումորի եւ մեր տաղանդավոր գոլեգաներն էլ էին այնտեղ, ես ու Արտուրը Հակոբյան ստացանք յումորզա ակցենտ։ Դրա համար եմ լացում, որ յումորզա ակցենտ։ Այո, եւ բնականաբար այնտեղ լուսահոգի իհարկե Մարկը Սաղաթելյան հիշում ես շատ լավ շատ էսպես համով հոտով ներկայացրեց եւ ասեց Գյումրեցի Արտուր Հակոբյան եւ Մարգարիտ Խաչատրյան Գյումրեցի Այդ շորշոփով եկանք հասանք մրցանակը ստացանք եկանք հասանք Լենինական շատ հաճելի միջոցառում է մեզ հրավիրել են թատրոնում եւ նորից ներկայացրեցին շատ սրտով ասեցին Գյումրեցի Մարգարիտ Խաչատրյան Արտուր Հակոբյան այսպես են շվարած մնացյալի շատ հաճելի է խոնարհվում եմ ձեր առաջ որ այդքան ինձ սիրում եք եւ համարում եք որ ես գյումրեցի եմ բայց ճիշտ ասած չարենցավանում եմ ծնվել իսկ գյումրեցի լինելու համար հլբդի երկար լեզվի գիմնաստիկա եմ Լավ էր, շատ լավ էր։ Ուր հասանք։ Հասանք մի տեղ, որ ես արդեն կարող եմ հասել։ Մենք հասնում ենք համարյա վերջերը, որովհետև ստեղ ինձ մնում է լիմոնը ու նուրը։ Հում չմանա։ Թվում է ես կմաքրեմ նուրը։ Նուրը պետք չի մաքրել, նրան սոգն է ինձ պետք։ Դրա համար հարկավոր է սենց տեսակ հենց աղբակ բաներ անել։ Հասկանալի։ Արտուր, վերջերս գնացել էիր ազատամարտիկների համար, ինչ որ որտեղից իմացել դու։ Նոյեմբերյան։ Հա, եղել է, ես էլ մագանել։ Այսպես ասած։ Ես էլ մագանել։ Ուսել ահագին մարդկանց հետ, ահագին խմբի հետ։ Շատ հրաշալի գործ եք արել։ Մինչև պոստեր ենք ասել։ Այո։ Ինչքան որ կարողացանք երեխեքին ուրախացրեցինք։ Սովոր ոգեշնչել եք մեր երիտասարդներին։ Ուսամ։ Ես հասկացա, որ ֆիզիկականս հետ պիզա մարդ եմ, չի հերիքի, որ այդքան ես։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Չերքեզիձոր ձկնաբուծարանը։ Համեցեք, վայելեք եւ համտեսեք այստեղ պատրաստող բոլոր տեսակի ուտեստները։ Չերքեզիձորում եղել եք առաջի անգամն է, Առաջի անգամն է։ Չէ, երկրորդ անգամ է։ Մենք մի անգամ էլ այստեղ ենք եկել մեր Բելգիայի շատ լավ բարեկամ։ Սեզոնը ասեք, որ ժամանակ, ամառային սեզոնում, այո, ամենագեղեցիկ ու լավ շատ հաճելի էր, շատ համով ձուկ էին պատրաստել։ Ես խորհուրդ կտայի, որ դուք համտեսեիք նաև թառապը թոնրի մեջ պատրաստվող, սիրով, խորովածը թառապի շատ համեղ է։ Բայց ամեն ինչ ով է համտեսելու, մենք չենք համտեսելու։ Մենք ունենք համտեսի հյուր։ Համտեսի հյուր։ Այո։ Եվ դուք նրան լավ եք ճանաչում։ Այո։ Այ լավ անակնկալ է։ Մենք հյուրեր։ Երկրորդ փուլ ունենք նաև, երկրորդ փուլին էլ են ձեզ մոտենալու։ Վա ինչ լավ է, այ դա անակնկալ է, բայց գառանից։ Ինչ լավ է, իրա վրա կփորձենք։ Միայն թե շուտ եփվի, սա ինձ արդեն մի քիչ ինչ գեղեցիկ գույն է ստացվել, այս ինքը շաֆրանն է, արգանակի գույնը շաֆրան է, գազարադեղնավունն է, նաև համն է շատ համով լինելու, միայն պիտի որ աշխատենք։ Ինքը ջրալի է ստացվելու։ Այո, ջրալի։ Չէ, ջրալի է, հետո ոսպն ենք ավելացնելու, միայն թե եփվի։ Առայժմ մի Ամեն դեպքում երևում է, որ շատ առողջարար ճաշ եք պատրաստում։ Օրգանիկ, ինչպես կասեին, հիմա ընդունված է, այո։ Օրգանիկ։ Մեր սարկազն է օրգանիկ։ Այո։ Ես ինչեմ ես կան հեռու տարել։ Արտուր այս նռանը։ Նռան սոգ, հա, հյութը։ Քամեցիր այդ նռան հյութը։ Կդրատված սոխի մեջ մի քիչ լիմոն, մի փոքր էլ հիմա սխտորից բան կանեմ եւ Ես ինչ եմ անում, ես Կարճիցանով տարավ, այս է,
Էլ երեքիցս բացի էստեղ մարդ չկա, հաստատ մեկը չկա։ Չամանը։ Չամանը։ Այո, սա համեմի սերն է։ Քանի որ վիրուսներ են տարածված, մենք կարող ենք հատ-հատ այսպես քթանցքին մոտեցնել սև պղպեղը, կարմիրը։ Էս ինչ էր։ Համեմի սերմ է դա։ Իսկ իմբիրը ուր տարած։ Այնտեղ է։ Արտուր, դու հաստատ օգտագործելու ես իմբիրը, թե ուղակի մագայի հորերով այսպես ասած մի բանով պակաս չմնա։ Հա, բայարգե։ Բայարգե։ Ես կարող եմ այս կարմիրի բարից մի փոքր օգտվել։ Ո՞տ կերասում ես։ Չէ։ Ուրասն ոչ։ Ահա։ Արտուր կարող է որևէ երկ երկենք, հիշում ես, ուսանող տարիներին շար երկեր էինք երկում, ինչ էինք երկում։ Բանը, ես երկելուց բնականաբար շատ հեռու, ֆանտաստիկ հեռու մարդ եմ, մագան ասեց, բանը, հմիկը հիշեմ մեր երկը, ասեց, ես ներգայացման մեջ երկենք, ասի ես չեմ կարող երկել, ասես կարող ես, ասի չեմ երկի, ասես կի երկես, ասի չեմ երկի, մի խոսքով, մեր ընգերը Արթուրը Էլի Հակոբյան երկերկոցի մեր ճանաչված բեղը, մայստրոն, ինքը մենք պդի երկենք, ինքը պդի սարքեր սաղ կորձիկավորում, բան, ու մագան ասեց կերկես, ես ասում չեմ երկի, մի խոսքով մագան սկսեց գիշերը զանգել, մեկին, իրեկին, կերկես, Սյասերով։ Ես տես ասեց, հա, ասեց իսպատ զիմլի դաստանու, Երբ որ ես ինձ հիշեցի իսպատ զեմլի ինչ ձևի կլնեմ, ասի ավել լավ է, ես կամ երկեմ, պրծնեմ քեզանից Մարգարիթա Խաչատրյան ու դենց եղա, որ հիմա կա ինչ-որ ինչ է կոշում էդ Զայներիզը կա, տրանզիտ Գյումրի Երևան, լիտիտ մաշինա կակ սվիլա, մարշրутом Գյումրի Երևան, Летит машина, как стрела, маршрутом Гюмри Ереван. А ты со мной, Марго-джан, А ты со мной опять, Марго-джан. И мы поем тарам-тарам. Այդպես եւ 10 գեղեցիկ երգեր։ Ահա։ Մի հատ անեկդոտ։ Զոքաժների հետ ոնց ես։ Վատ, լավ։ Իմ զոքանջ 10 տարի ես մեծ։ Տատիկ էր, բայց չհասկացանք աղջկա թե տղայի հասկեսուր, ամենապատվավոր եւ զոնքաչ երբեք, չնայած եք դուք զոնքաչները այդպես անունն է դուրս եկած, բոլորն էլ հիանալի եւ մայր են ի վերջո ինչ տարբերություն, այնպես ինչպես որ սկեսուր մայրիկը դրա համար պիտի ասեմ, որ տղա ունեմ եւ արդեն տատիկ եմ, նորից նշի, տատիկը նշի, շուշուտ նշի։ Տղա թորնիկս անունը Էրոս, 6 ամսական։ Այո։ Արտուր, Աջան։ ես ուզում եմ, որ դու զոքանջներից մի քիչ խոսես։ Զոքանջդ ոնց է իմիջայլոց։ Լավ, զոքանջս ուզում 10 տարի եմ, ես գիտես։ Կարող ես փոխանցել զոքանջի սիրելի։ Մենագին թե բոլոր զոքանջներին։ Դե քոնից սկսի, դու շատ ես սիրում, ես գիտեմ, որ սիրում ես զոքանջը։ Կամերան, զոքանջան, արգանք դերես աներոջս էլ եւ բոլոր զոքանջներին։ Երջանիկ եղեք, լավ եղեք, այն որ ասում են զոքանջին չես սիրում, սուտ են խոսում, բան չես տարը իր աղջկան, եթե չես սիրում զոքանջին, բայց կան զոքանջներ, որ շատ աղբախ են, էդել ասեմ, անջոր անտատ խառվում են ընտանիքների մեջ, դրա համար Լուիս, իսկ քոնը ոնց է։ Լսում եմ։ Ներեցեք իհարկե, հիմա ավելացնում ենք ոսպը, որտեղ միսը արդեն մոտ մի 5 րոպեից պատրաստ կլինի, գառան միսը, ավելացնում ենք ոսպը, մոտ կես բաժակի չափ։ Լավ։ Ահա։ Եվ հետո մի 5 րոպեից էլ արդեն սոխարած է։ Վերջ։ Սա անջատեցինք։ Ու լրիվ արդեն պատրաստ է։ Այո, լրիվ արդեն պատրաստ կլինի։ 2-3 րոպեից էլ դդում, որտեղ նա շատ շուտ է պատրաստվում։ Ոսպից հետո ավելացնում ենք դդում։ Այո։ Այսպես մի փոքր ալի է։ Կերար, ինչ կերար, սխտոր եւ նուռ ես անում։ Դու տապակում ես դեր խոզի միսը եւ ավելացրել ես այստեղ։ Միսը արդեն պատրաստ է։ Ես բնականաբար հաղթեցի Մարգարիթա Խաչատրյանին։ Դե հաղթել ես, իհարկե։ Ես ուզում եմ, որ դուք երկուսով մեկական անեկդոտ խնդրում եմ ձեզ։ Բասի անեկդոտ չէ, զոքանջներից էիր հարցնում։ Հա, սկսեցինք։ Մեր մանրապատումներից մեկն էր, թե գիտես, Սուսանազնից էլի ասեմ, 10 տարի եմ ես, երեխա աղջիկ է։
ուրեմն թատրոնում էր այդ պրեմիերան։ Հենց իմ հետևի շարքներ նստած ինքը։ Մի հատ տեսարան ունենք, որ Զոկանջին հրացանով խփում եմ, տալիճը քանդվեցին բան։ Ուրեմն ինքն էլ խնդաց, շուռ եկած, դու ինչ խնդաս, այ ես քեզի չեմ իրե տղա ջան, բախեցավ էլի, մտածեց բան։ Զոկանջների մասին անեկդոտ չգիտեմ, ինքը գիտի թե չգիտի։ Անեկդոտ որ ասեք, տես է, չէ՞, հենց ասում եմ մի հատ անեկդոտ։ Պահիտակ սարում գնում է։ Ուրեմն Ժորժ ջան, հələ կրում եք թե ստոպ է տված։ Չէ, ես ուզում եմ գինի հյուրասիրել։ Ես թվում եմ միջև ուտեստը արդեն մոտենում է առաջին ուտեստի։ Արտուր, մենք այդքան անեկդոտներ գիտենք, միթե չենք կարող հիշել, չէ։ Հիշել, հա։ Հարսը գիտեք։ Լավ ինչ կարելի է։ Ուրիշ բան, դա։ Ահա, բանը։ Այ այդպես զոքանջներին, քանի որ ես զոքանջ եմ, դուք չեք կարող խոսել զոքանջների մասին։ Խնդրեմ համեցեք։ Այո, սա էլ քեզ Արտուր ջան, այո։ Բայց ինչի Ես զարմացի։ Տատիկ զոքանջ։ Կլիներ, շուտով կլիներ։ Բարև եկել նորից ասեմ։ Գյումրի, խնդրեմ, խոսքեր հղեք։ Ինչ ունեք ասելու։ Պիտի ասեմ, որ սիրելի գյումրեցիներ, ես իրոք շատ սիրում եմ եւ ուզում եմ, որ ամենակարևորը ձեզ մոտ լինի բարեկեցիկ պայմաններ, աշխատանք, մնացած ամեն ինչով Աստված ձեզ շատ տվել է, մշակութային երկիր է, սպորտի կենտրոնն է, չգիտեմ, տաղանդավոր մարդկանց մայրաքաղաքն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես էլ համալրել եմ ձեր շարքերը։ Եվ ուզում եմ, որ իրոք, որ մեր պաշտոնյա այրերը մի փոքր ավելի ուշադրություն դարձնեն մեր մշակութային կենտրոնին, մնացածը մենք համով հոտով տակից դուրս կգանք։ Ապրես, ես շարունակեմ քո ասածը մեր մեծապատիվ այրերին նվիրված, այո, այս քաղաքին պետք է նայել, այս քաղաքին պարտադիր է նայել, այստեղ ինչքան համեմունք կա հաստատ, մեր քաղաքը մեր հանրապետության համեմունքն է։ Կուզենամ մի քիչ ավելի շատ ուշադրություն։ Մեր քաղաքի համար։ Ես էլ կեզրափակեմ, ես կուզենամ, որ գյումրեցի հանդիսատեսը հերոստատիտողը հաճախակի ձեզ տեսնի եթերներով եւ մենք հաճախակի հանդիպումներ ունենանք միմյանց հետ։ Սիրով։ Համեցեք Գյումրի, համեցեք Չերքեզի ծոր ձկնաբուծարան։ Սիրով։ Երբեց Երած, թափվեց։ Այ խելքերը տալիս ենք խմիչքի։ Գինուն, այո։ Չէ, ոչինչ, մի կաթեր հասցրեցինք։ Ուրեմն ինձ պետք է մեծ ափսե։ Հիմա ես կտամ։ Ես կվերցնեմ։ Ես օգնեմ ձեզ։ Ես չեմ թողնում, որ դու հոգնես։ Անջվես, չհոգնես։ Ուրեմն հələ ես էլ մի հատ փորձեմ։ Պատրաստ է արդեն միսը։ Փորձում եմ, էլի մինչև այդ փորձագետը կա, ես սախում եմ։ Արտուրը կերավ իր ամբողջ պատրաստած խոզի միսը, ես չգիտեմ համտեսին ինչ է, ինձ թվում է մագա քո հույսին է մնալու։ Հիմա ես ավելացնում եմ արդեն դդումը եւս 10 րոպե չգիտեմ կհասցնեմ թե չէ, ես գիտեմ որ արդեն պարտված եմ, որովհետեւ ես որոշեցի այս կերակրատեսակը, բայց համով էր։ Ես արագության մեջ չեմ ասում, որ դու պարտված ես, որովհետեւ արագության մեջ չի մեր չափանիշները, համի եւ որակի մեջ է դրված։ Հիմա ուրեմն դդումը ավելացրեցի, ուրեմն սոխարը, այո։ Ահա, մի քիչ հեսա կրակը կմանրենք։ Պատրաստվել, ես պատկերացնում եմ։ Հա, իրոք ինքը այս եղանակին իսկ համահունչ, այո։ Այո, ճաշ։ Համահունչը էս է։ Էդ էլ է համահունչ, հետ մնացիր, գիտես։ Ջրալի ճաշ։ Ուզում ես մի քիչ գեղարվեստական տեսքել տուր, Անպայման, նորը վրեմ բուրկ պտսար։ Այ հաջորդ փուլին տիկին Սուսաննան է գալու եւ ձեզ նոր առաջադրանք է հանձնարարել։ Եկելի պիտի բան սարքե։ Այո։ Ես մենակ սկան գիտեի։ Ոչինչ, այն մնացածը չպետք է գիտենաս։ Իմպրովիզացիոն փուլ է։ Գիտեցածը որ այսքան էր։ Բա հաջորդը։ Ուրեմն մի փոքր սրանից լցում ենք։ Ինչ ես անում այստեղ, ինչ ես լցնում, սխտորաջուր, նռան, սխտորը նռով։ Եվ լիմոնի համադրությամբ, պարզ է։ Լցում է
Նուրը ճզմած վիճակում էր, լիմոնը եւ սխտորը։ Այո։ Խաշի մեջ տեսնես կարելի է լցնել այս կարմիր։ Խաշի մեջ։ Նռով ավելացնես խաշի մեջ, թող խաշնը կարմիր լինի։ Ինչ կլինի, ես մի անգամ փորձել եմ ավելի։ Կարմիր։ Կփորձեմ մի անգամ, չի կանգարի։ Ահա։ Ուրեմն Այ վախենում եմ փակել, բայց գեղարվեստական ձեռք է կպել այստեղ։ Խնդրեմ հավեցեք, տեսեք, վայելեք։ Իմիտե հիջասը սար ես կերա 3-4-5-6-7 բանկա ես փոքր ես պիտի փամ տեսեմ չէ նռան բանով տեսնեմ ոնց է Դու երևի թողնես մի 5 րոպե ինքը համը տա Ահա փակում եմ Ձիխի ուժս էվերը ձիխի համով Վերջապես մի աղմախ անեկդոտ հիշեցի մեկը թուղթս ինչ եղավ Մեկը գնում է բան, ամուսիններ են քնած են, գիշերվա կեսին մեկ էլ ջրի կատոց ամուսնու ճագատին, չլպ, ես պր կրիշի կկատա, կինը, հա, կատաց, մի դուրսը հանձրև է կատաց, սելավ է դուրսը, չէ, ինչ դե մեր տան կրիշը կատա, պես կան, չէ, սադանիցին հեզնողները, որ հետո չեն իշնում, կրիշը կատել է, չէ, այդ կրիշը չէ, Վերջը, հելնի մի ադմ շիֆր կծեմ վրեն, այմ արկց է տակ ամի վեդրո կտնենք դույլի մասին է կուսկը, առավոտ կելնիս ես գիշերով չէ բդի ելնի, կնենք ասպե ել, ես աղմախը կելնի, կգնիկը մերնի, թաղում աղում, ուրեմն մի քարան են սարք է, կնիկը գնացել է քար սարկողի մուդը, ես քար սարկող ասում է, քուրիկ ճան լավ է, հավանում եք հա, մի տակը ինչ կրեմ, կրե, կնոչից, երեխաներից և իրա էշ խելքից, կրև։ Այո, ցանկացած բան, որ մեր կյանքում տեղի ունենում բնականաբար, ոչ թե բախտից պիտի բողոքենք այլ խելքից, դե բայց դերասանների մոտ ավելի շատ զգացմունքային աշխարհն է, քան էմոցիոնալ, հա։ Այո, քան այսպես տրամաբանական, այսպես հաշվենկատ քայլերը, բայց դե փառք Աստծո չենք բողոքում։ Արթուր ջան, որ խնդրեմ այդտեղից ինձ համեմ, կտաս։ Որ ինձ ասես համեմը որն է կտամ, ես ինչ գիտեմ։ Լավ, ես կփոխանցեմ, խնդրեմ ապսեյով, մի քավոր վերջում զարդարենք, համեմ և մի երկու անեկդոտ էլ Արթուր այն խմածներից էլի ես սիրում եմ այդ կերպարը, դու էտյուդներ էիր անում ինստիտուտի ժամանակ, վայ, ծիծաղից թուլանում էի նստածս տեղը, ես չգիտեմ, քոմոդ այդ կերպարը լավ է ստացում, ունեիր մի հատ հարևան ունեիր, որ անում էիր խմած գալիս էր տունի պեր, փոխանցես, չես հիշում։ Չէ, Լուսնյակ ջան 1000 տարի եղավ մենք ինստիտուտը պրծել ենք, հիշելու համար էլ հիշողություններ չի մնաց է, տեղ է գնացը պրծել է, հիշողությունս, զարմանալու բան, ես ասենք բանաստեղություն լավ գիտես ինստիտուտից, ես չէի հիշում, պատմեմ մեր ընդունվելու տարին Հովիգը Հովանիսյան այս կամերան է, Հովիգը Հովանիսյան, որի ծնունդն է այսօր, շնորհավորում ենք, շնորհավոր, այ քեզ բան, վերցրեք, լավ, մի անգամից եկեք շնորհավորենք Հովիգի ծնունդը, այսօր պիզայացավ, եղավ 53 տարեկան, Հովիգ ծնունդը շնորհավոր, Հովնաթան շնորհավոր, երկենք մի հատ այս կապակցությամբ նոր շարունակի էլի, բոլորն ասում են ծնունդը շնորհավոր, բայց քեզ մի միտք է տանջում կարևոր, բոլորն ուրախ են դու տխուր մտքից, տարել ես 153 տարեկան Հովիգ, բոլոր ասում են ծնունդը շնորհավոր, բայց քեզ մի միտք է տանջում կարևոր, բոլորն ուրախ են դու տխուր մտքից, չէ որ մի տարի անցավ քո կյանքից, մոդուլյացիա ծնունդը շնորհավոր, ծնունդը շնորհավոր, ծնունդը շնորհավոր թող լինի այսօր։ Քեզ ամենալավը եղբայր առողջ եղի։ Եվ շարունակեցինք, Եվ շարունակեմ, ասեմ, որ ընդունում ենք թատերական ինստիտուտ, ինքը գիտեր, որ դու էլ գիտես, ես բանաստեղություն չեմ կարողանում անգիշ սովորեմ, եկավ ասեց ինչ ես վերցրել, ասի Հովանես Թումանյան, ասեց ինչ, ասի հին օրհնությունը, նայեց, ասեց, հանդեն շուն գիտես, թե մանկապարտեզի ավարտական խումբը կանքենես, կավարտես, ասի Հովիգ ջան, ես է, կընտունեն, չեն ընդունի,
Բայց դու շլդիկ մլդիկ նապաստակն ես արտասանել, ես էլ ինձ այդտեղ եմ եղել։ Ինքը թատերական ինստիտուտ ընդունվելու քննության ժամանակ արտասանել է շլդիկ մլդիկ նապաստակ։ Ինչ ես նստել ծառիտակ։ Հա, ու ընդունվեցի պարկաստը։ Տաղանդը պիտի որ 5 րոպեից արդեն պատրաստ եմ։ 5 րոպեից արդեն պատրաստ եմ։ Ես պարտված եմ, համաձայն եմ։ Չպարտվելու մասին չի խոսքը, մեր համտեսողը կա, որ պիտի կա համտեսի։ Մեր համտեսողը եկել է, բայց հիմա այսպիսի մի բան, ձեզ անակնկալ է սպասվում, մենք մտնելու ենք հաջորդ փուլ։ Մեր խաղը 2 փուլից է բաղկացած։ Առաջինը վարում եմ ես, իսկ երկրորդը Տիկին Սուսանան է մոտենալու ձեզ։ Իսկ այժմ գովազդ մեր եթերում։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորը սիրելի գյումրեցիներ Չերքեզիձոր ձկնապուծարանն է։ Համեցեք Չերքեզիձոր ձկնապուծարան եւ վայելեք ամենահամեղ ուտելիքները այստեղ։ Հիմա այս պահին պիտի ասեմ, որ իմ ապուրը գարան մսով պատրաստ է եւ վերջում ուղակի զարդարելու համար, երբ որ կարիք լինի արդեն համտեսելու, կարող ենք զարդարել։ Հակառակ դեպքում իմաստ չունի, որտեվ տեսքը այսպիսին է միայն ցիտրոնով։ Ասեմ, որ շատ գեղեցիկ տեսք ունի, մագա համտեսելու ժամանակ էլ արդեն պարզ կլինի։ Այսպիսով մեր մենամարտի առաջին փուլը համարում ենք ավարտված։ Բայց չասեմ ինչ եմ զարգի, մենակ մագաներ ստեղ։ Ոչ, դու բացատրեցիր։ Խնդրում եմ լավ խոսեք, պարոն Հակոբ։ Խոսենք խոզի չալաղաճը, լիմոն, կանաչի, նուռ եւ համեմունքներ։ Մի քիչ էլ կարճիցա հետը։ Վերջ։ Համարենք արդեն մեր մենամարտի առաջին փուլը ավարտված։ Այո։ Համեցեք Տիկին Սուսաննա։ Բարև ձեզ, բարով եկեք Բարև ձեզ, շատ ուրախ եմ։ Նախին վերբարածներ, ինչպես եք, լավ եք։ Լավ, պետք է որ լավ, մնացածը աղջև ունենք։ Շատ համով է սարք։ Տեսքն էլ լավն է, վատը չէ, շատ լավն է։ Տիկին Սուսաննա, ես մեր մրցակիցներին հանձնում եմ ձեզ տվյալ պահին, իսկ ես գնում եմ համտեսի սեղանը պատրաստելու։ Մեծ սիրով։ Առայժմ կտեսնվենք։ Հիմա մենք ունենք երկրորդ ռինգում ունենք առաջադրանք, ուրեմն տեսնում եք ինչքան առատ է մեր սեղանը, պատկերացրեք, որ եկել եք տուն, այսքան բան կա և պիտի որևէ բան պատրաստեք։ Հիմա կընտրեք ձեզ համար բաղադրիչներ, ցանկացած աղցան պիտի պատրաստեք, խնդրեմ, կարող եք սկսել։ Ես էլ իմ խալատը հատվեք, այո, դու կարող ես Ես վերցնում եմ եգիպտացորեն, սմբուկ, սոխ, կանաչի և վերջ։ Ես ասեմ ինչ եմ վերցնում, ուրեմն կվերցնեմ պղպեղ ներեղություն, փոքր էլ պղպեղ։ Լավ, այս դեպքում ես ասեմ մի փոքր կաղամ, գազար, սալոր, դամբուլ, հենց այդպես անենք, խնձոր, մի փոքր կարմիր տակդեղը, բիբարը և մալինան և կանաչի։ Սկսեցինք։ Սկսում եք սարկել արդեն։ Այս տարածքը ազատ է, այստեղ, ես քեզ սմբուկը տալիս եմ, Կրուպտի պլան էլի իմ սարկած։ դու սկսի մաքրել, Ես մաքրում եմ սմբուկը։ այո, Ես քերիչով անցկացնում եմ գազարը։ դու, լավ, մաքրեցիր, մաքրեցիր, հիմա մանր պիտի կտրատենք, մանր, նայի, Այսպես չէ, երկարությամբ պետք է կտրատենք։ լավ, մանր կտրատենք, հիմա մենք Շատ մանր պիտի կտրատենք, հələ են տանագը կդակ ինչ կնեսի շատ տրկած։ խնդրեմ, Ուրեմն ես տեսակ մի բան, որ շատ մանր կարողանանք։ Ես արդեն մանրացնում եմ կաղամբը, հնարավորինս չափ շատ բարակ ենք կտրատում, ուղղակի այս պահին ինձ համար կոնկրետ դանակը մի քիչ մեծ է, ես կաշխատեմ հնարավորին չափ բարակ շերտեր անել։ Դանակը մեծ է։ Ինձ համար։ ես մի քիչ օգնեմ, էլի մի քիչ է շատ, Տիկին Սուսաննա։ որ մի քիչ արագ լինի, Ես որ Երևանում ելներ, Երևանի ժողովրդը մագային օգնեին։ բայց, իհարկե։ Իսկ քանի որ Գյումրիում ենք, այնպես որ օգնությունը այս պահին որպես տղամարդ իհարկե բնականաբար քեզ։ Այո, իհարկե։
Մանրացնում եմ կարմիր տակդեղը, այո, բիբարը։ Մենք էլ առայժմ սմբուկը, Այո։ ինչքան մանր անենք, այնքան շուտ կեփի։ Այո։ Դու գազը միացրու, Արտուր։ Գազը միացնեմ։ Այս տեսակ մի բան։ Մոտեցրու թավան։ Թավան ինձ մոտեցրու, ինձ այստեղ։ Մենք սմբուկը ավելացնում ենք թավայի մեջ ենք լցնում եւ թավայի մեջ նախապես յուղ ենք լցրել։ Այո։ Կորիզահանում ենք։ Ծիթայուղ, ինչպես։ Կորիզահանում ենք։ Կորիզահանեք դուք։ Մենք էլ այս բիբարից մի քիչ մանրացնում ենք։ Բայց խորանարդերով մանրացնեմ, թե երկար։ Այդպես էլ կարելի է, այնպես էլ կարելի է։ Ինձ թվում է երկար, Ոչ միայն համը, այլև գույնը, որովհետև տեսակը գույնն էլ շատ կարևոր է սննդի համար, գեղեցիկ տեսքը։ Հիմա մենք 3 գույնի բիբար կավելացնենք, քանի որ դու երկար ես կտրում, ես էլ եմ երկար կտրում։ Հա, ես էլ լցնում եմ իրա մեջ։ Այո։ Ես էստեղ։ Լավ բարձրացրու կրակը, թող արագ շատ շուտ տաբակվի։ Ես էսպես։ Տես ընթացքում այսպես քար լռություն է այն իմաստով, որ ամեն մտածում ենք ինչ ավելացնենք, որպեսզի համային այդպես գարմոնիան անիմաստ չլինի։ Դրա համար կներեք, որ այսպես սուս ու փուս պատրաստում ենք։ Կեր սուսը չի սա։ Խոհանոցի հենց գիտեք գաղտնիքը ինչն է, որ դիմանաս թե որ սննդատեսակը որ իդ օգտագործես։ Լցնում ենք, դու մանր կտրատ ես, այստեղ մենք ունենք կտրատած սոխ, սա էլ լցնենք։ Ահա։ Մի քիչ սխտոր կավելացնենք։ Այո։ Իմիջիալոց ասեմ սխտորը, որովհետև մենք շատ ժամանակ հոդի համար չենք ուտում, բայց կարելի է սխտորը ցանկացած պատրաստել, ուտես պատրաստելիս սխտորը ուղղակի տապակել։ Երբ որ տապակում ես, հոդը արդեն, բայց համը մնում է, համային հատկությունները մնում են։ Սխտորը շատ հատկապես այս առողջարար։ Հատկապես աշնան այս եղանակի անցումային շրջանում սխտորը դե ինքը մեծ անտիբիոտիկ է, հարկավոր է շատ օգտագործել, ցավոք շատ չենք օգտագործում։ Այսպես Աշտուր դու նաև խառնի։ Նաև խառնի։ Խառնեցինք։ Ես մի քիչ է սխտոր։ Հա, Մարգարիտա Խաչատրյան։ Ես վերջացնում եմ։ Քանի որ սխտորին շատ գովեցի, մի քիչ էլ ավելացնեմ։ Ավելացնենք։ Մենք առաջինը խնձոր ենք մանրում։ Տիկին Սուսանա, մենք առաջինը պիտի պրծնենք, որտեվ մի փուլում առաջինը ես եմ պրծել։ Հա։ Իհարկե։ Չնայած մենք ժամանակի խնդիր չենք դրել, բայց բոլոր դեպքում լավ է, երբ մարդ առաջինն է լինում, չէ՞։ Կարևորը համն է, Արտուր, արդյունքը։ Այո, հիմա կտեսնենք համտեսենողը։ Համը եւ տեսնի։ Եվ տեսքը։ Ինչ հետաքրքիր բան եմ սարքել ես։ Եվ մի անհամեստ հարց, իհարկե, եթե այս կերակուրներ աղցանի հետ միասին, եթե հավանության արժանանա, հնարավոր է մտնի խոհանոցային այդպես հյուրասիրման։ Իհարկե, մենք մեր հեռուստադիտողի համար ենք անում այս բոլորը եւ շատ հնարավոր է եւ ոչ թե հնարավոր է մեր տեղացի հեռուստադիտողը անհամբեր սպասում է մեր հաղորդումներին եւ յուրաքանչյուր անգամ փողոցում անծանոթ մարդիկ տեսնում հարցում են հաջորդ անգամ ինչ եք սարքել շատ համեղ էր ձեր պատրաստածը փորձել ենք այնպես որ ինչ որ լավ բան եղա պիտի մեր ժողովուրդը նորից կրկնի Մարգարիտա Խաչատրյանը սարքում է անգամ չփորձենք Ժողովուրդ ջան ահա Արտուր մի քիչ աղավելացրու շատ չանես ես կտալով չեմ կարողանում ես Գյումրեցի տղա եմ ոչինչ Всё ահա այդ մի քիչ էլ սև պղպեղ չէ սև պղպեղ իսկ բան կոջապղպեղ իմիր ինչ կա տվեք գցենք տրենք ահա խնդրեմ ահա բարձրացրել ես լավ կրակը, թող լավ բարձր լինի։ Դրանից ավել չի բարձրանում։ Ահագին բարձր է։ Եվ քանի որ սրանք այն սննդատեսակներն են, որոնց կարելի է նաև հում ուտել, մենք շատ չենք եփում։ Հա, ճիշտ է։
Համել համային բաները կմնա ավելի շատ մեջ։ Իհարկե։ Ահա։ Ես նախապես մի քիչ էլ կանաչի չարտեմ։ Եգիպտացորեն կարող ենք։ Վերջում, այո։ Կանաչի։ Կանաչին էլ Կանաչի։ հիմա ընթացքում էլ կավելացնենք, հետո վերջում էլ կավելացնենք, որ համերը Տիկի Մարգարիտա, սև պղպեղ։ Այո, սև Բիոտոքերով եմ զգում, բիոտոքերով։ Այո, շնորհակալություն։ Ինչ արագությամբ։ Ավելացրեցի համեմունքներից կարմիր պղպեղ քաղցր եւ սև բիբարը, պղպեղը աղացած, Աչքից շատ համեղ բան ստացվեց։ Ներողություն, ընտրեմ։ Մեր սարկազները միշտ համով է եղել, ասեն դե ես չասեմ, էլի համեստություն անեմ։ Հա, մի քիչ համեստություն արա։ Դե ինչ համ է, ինչ հոդ է։ Հոդը որ լավն է, համը հələ չեն տեսել։ Համն էլ լավը կլինի։ Շշմելու։ Ահա։ Էս էլ էսպես։ Սեղա որ մենք երկուսով սարքեցինք։ Հա, այդպես է։ Իմ առաքելությունը դա է։ Ահա։ Խառնի թող չվառվի հանգարց։ Չէ, ու վառվի։ Հենց սմբուկը պատրաստ եղավ, ուրեմն ամեն ինչ պատրաստ է։ Մենք շատ չենք Այսինքն սմբուկը այնտեղից ասելու է պատրաստ եմ, թե մենք դու իրան հարցրու։ հարցնах։ Ահա։ Ինչ լեզրեցիք, լիմոն լեզրեցիք։ մի փոքր լիմոն ինքը հոտի առումով, իսկ հացախը պարտադիր է մի փոքր շաքարավազի հետ, այդպես մի պտղունց շաքարավազի հետ միասին։ Հիմա կավելացնենք աղը։ Աղը վերջում։ Թավան վերցնում ենք նոր եգիպտացորեն։ Վերցնում ենք այս սալատի ամանի մեջ, նոր դու սմբուկի համը տեսար։ Վարգյան մը ներողություն։ Այո։ Բաժան։ Եփետ, ահա։ Դե, ահա։ Ներողություն։ Համարյա։ Չէ։ Нет. Որ нет։ Եվ դիթայյուղը կավելացնում։ Այս սալատը կոչվում է ախորժակ։ Ախորժակ, այո։ Ուտելիս ախորժակ է բացվում Եվ շատ վիտամիններով հագեցած, այո։ Մի քիչ էլ մրգային բնականաբար, որտեղ տամբուլն է եւ խնձորն է։ Սալոր էլի, սալոր։ Շատ օգտակար եւ շատ համեղ սալատ կլինի։ Մենք կարող ենք արդեն Վերջ, անջադի։ տեսնեմ այդտեղ։ Այո։ Աշտուր տղամարդ ես, չէ, հակառակն ես, ծախլիկ ես։ Չէ։ Բան չի, սահնդուգական։ Այդպես պլեսվել։ Աղա մի փոքր լսրեցիր։ Ահա, այս վերջ։ Հիմի քանի որ դու շատ ես ուզում որ մենք եգիպտացորեն լցնենք, անպայման կլցնենք։ Համով կլինի, ինձ թվում է։ Համ ձևը, համը։ Խառնեմ, չէ։ Գույները, հա, գույները։ Լավ է։ Բավական է։ Վայ չուդողին։ Ահա։ Մարգարիտա Խաչատրյան, մենք պրծանք։ Մենք էլ։ Մենք էլ այսինքն դուքով, ես ու Սուսանը պրծանք։ Ես էլ եմ Սուսաննայի հետ աշխատում, որովհետև նա ինձ շատ հետաքրքիր հուշումներ արեց։ Այնպես որ հիմա նայի, մին պիտի համը տեսնես։ Համը։ Այո, համը տես։ Համ տեսնող։ Ոչինչ, դու էփողը պիտի համը տեսնես, չէ։ Մեղր ծախողը մատը պիտի լպստի, չէ։ Բաները, համը տեսնես աղը տեղն է, աղը բիբարը մի քիչ էլ ես։ Ներողություն։ Կոճապղպեղ էր դա։ Այո։ Կոճապղպեղ ենք։ Ահա։ Վերջ չէ, ես ուղղակի այստեղ մի քանի էլեմենտներ ունեմ։ Ավելացնել։ Ասում եք պրծել եմ։ Հա, ոչինչ։ Քեզ օգնող կար, տիկին Սուսաննան էր։ Իսկ ես այս ամենը մենակ եմ անում։ Տիեխի ուժոս։ Մենք սառացադապտուղներով զարդարում ենք, սա մորի է։ Այո։ Շատ է սառած։ Դրագույն ոնց որ ուլուն կաշար աղա մի լինի։ քիչ պակաս է։ Այ տեսար, պիտի համը տեսնես որ տակինները միգուցե արդեն հալվել են։ Ես այդ փորձեցի, բայց չէ։ Կարելի է սալորով էլ զարդարել։ Հա, կարելի էր, բայց սա համը, մորու համը անզուգական է այս աղցանի հետ։ Հա, իհարկե, ուղղակի գեղեցկության համար։ Հա, ահա։ Միգուցե մի քանի հատ սալոր բերեմ։ Բերեք, ահա։
Մնացածը սալոր, այո։ Չէ, սալոր չունենք, թուզ ունենք։ Հա, ավելի լավ։ Քաղցրային կլինի։ Աշտուր։ Մենք էլ ենք սալոր օգտագործում։ Չէ, մենք կարող է տանձ օգտագործենք, սա թուզ է։ Մենք կարող է տանձ օգտագործենք, տանձը պիտի մաքրվի։ Մաքրվեց տանձը։ Տանձը sense կտրվեց։ Ըստ մաքրվեց։ Այո, մաքրվի։ Մեր ժամանակը այս տանձ մաքրելու բան լրիվ եթերա կնում ես։ Իհարկե։ Ինչքան մաքրում ենք։ Ակրում եք, ձեր շմդությունները պիտի եթերում տեսնեն, չէ, որ իմանան, որ մենակ դերասան չեք։ Համուտ։ Մենակ դերասան չեք, նաև ուրիշ շմդություններ էլ ունեք։ Աչքից մենք արդեն էլ դերասան չենք։ Սրանից հետո։ Այո։ Ահա, մենք արդեն ավարտեցինք, մեր երկրորդ ռաունդը արդեն ավարտել ենք, շատ գեղեցիկ սալատներ են ստացվել, ես կարծում եմ, որ նաև շատ համեղ և շատ իհարկե սննդարար և օգտակար։ Արտուրը շատ գեղեցիկ պատրաստեց, Մարգարիտայի մասին խոսք չկա, որովհետև երևում է, որ ձերքը սովոր է։ Որ ասում եք Արտուրը շատ գեղեցիկ։ Չէ, պատրաստի, դու օգնեցիր։ Այր ասա Արտուրը օգնեց ինձ ահագին, շատ գեղեցիկ բան։ Բայց ես կարծում եմ, որ հիմա սրանից հետո եթե այսքան բաներ լինի, դու ինքդ կսարքես, այդ ինչ մի մեծ բան է։ Այդքան տեքստերը անգիր սովորում եք, ես ինչ է որ չանեք, թե չես սովորում։ Ես դժվար եմ, չէ, տեքստերս անգիսով բանաստեղծել չեմ կարողանում սովորել։ Ահա։ Ուրեմն մենք ավարտեցինք մեր երկրորդ փուլը, սպասենք համտեսի եւ սպասենք արդյունքի։ Այո։ Այսպիսով մեր համտեսը համարենք բացված։ Համտեսն էլ մրցութային կարգից հետո է, իհարկե, ամենապատասխանատու պահն է մոտեցել եւ մեր համտեսի հյուրը այստեղ է։ Մեր համտեսի հյուրն է Հանրապետության վաստակավոր արտիստուհի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը։ Ծանոթ լինենք։ Շատ ուրախ եմ, ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք տիկին Սուսաննա։ Շնորհակալ եք։ Հիմա, քանի որ մեր սուպը կարող է սարճի, բնականաբար առաջ ապուրն ենք մատուցում, ես մատուցեմ, եթե թույլ կտաք։ Այո։ Ասեմ, որ բաղադրիչները մեր կողմից են առաջարկվում, իրենք ընտրում են համապատասխան բաղադրիչներ եւ իմպրովիզացիոն կարգով եփում են որևէ բան։ Համենայն դեպս խնդրում եմ փորձեք, կասեք աղը, համը, հոտը, ինչպիսին է։ Բարի ախորժ։ Եվ վերջ, խոսետակ տրամարդներ սեղանի։ Նախ բարով տեսանք։ Բարի ախորժակ։ Ամենալավը սպաժակների զնգոց։ Այո։ Եվ Աստված օրհնի։ Աստված օրհնի։ Միշտ առած սեղաններ։ Սկսենք։ Իհարկե։ Այո։ Այդ անեկդոտը գիտեք, որ ասում են փեսակեր։ Ասում չեմ ուտում, փեսակեր, չեմ ուտում, փեսակեր, դուկեր, աղջիկը գդալ եմ տեր։ Գդալերներ ես կուտեի։ Չանգալով ճրալի ճաշ դժվար ես կարողանամ դուս։ Ես կարող եմ։ Մենք կփոխանցենք։ Շնորհակալություն։ Հա, բայց ոնց որ հասկացա, դու ընդհատքում խնդրում եմ տիկին Սուսաննային մի շեղի, թող ինքը համային այդ զգացողությունը ճիշտ եւ արդարացի, որ խոզի միսը մի քիչ ավելի կմանրացնեմ, որպեսզի հեշտ լինի ուտել։ Շատ հետաքրքիր ձևով է պատրաստվել այս խոզի միսը։ Այս ինչքան համեղ է։ Հա։ Ապրես, հո դու չես պատրաստել այդ խոզի միսը։ Սա անուն ունի։ իմպրովիզացիա է, ոչ։ Դա տեղում որոշում են։ Ինքը թթմով ճաշ է, ասեմ։ Մեջը թթում կա, չգիտեմ։ Ինձ թվում է Երևա թե ոչ։ Թթում է։ Թթումը երևի հալվել է արդեն էլ։ Չի հալվել։ Չի հալվել։ Շատ գեղեցիկ գույն ունի։ Կարևորը համն է։ Հա։ Այս փոքոնը կարող ենք օգտագործել։ Իհարկե։ Սա հենց այս ռեստորանի ճիշտ Ես գիտեի, որ դեպի կարելի է այսի ճաշ պատրաստել։ Կամ փոքր պատրաստել, դա եմ անում։ Մեծ Իսկ շատ հետաքրքիր է։ Խոսում եք Տեստը մասին է խոսում, շեղի, Արտուր։ Դու չլսեցիր ամենակարևոր բառերը, որ դդումով առաջին անգամ են նման բաղադրությամբ ճաշ Ես ուտում։ երբեք այսպիսի ճաշ չեմ տեսել։ Իհարկե, դենց աղմաղ ճաշով կսարդի կյանքում։ Իմիջայլոց թթումի սեզոնը բացվել է։ Կպցնել Դու հացի քեզ մասնեցիր, որ սա դու չես պատրաստել։ Ես եմ պատրաստել։ Քո պատրաստածը Ավելի խղճա։ Ես իմ խաղացած տերերն եմ աղմաղ համարում։
Հյուրասիրվեք։ Տալիս է։ Շատ լավն է։ Հենց Շնորհակալություն։ ձկան ծորի պատրաստած Շնորհակալություն։ Մի քիչ ճիշտ Այս որ հացից եք ուզում ուտել։ Այո։ Սկզբից աղցանը համար տեսնեի։ Տիկին Սուսաննա, դուք վերջացրեցիք այդ ձեր Այո։ առաջին ուտեստը։ Խնդրում եմ մի հատ էլ այս մսից խոսում մսից եք փորձելու, հա։ Արտուր, դու այդ մսից փորձի, կարող է համով է։ միսը Հա, Կարող է։ փորձեմ հա, փորձի կարող է համով է։ տեսնենք հələ Ես փորձում եմ աղցան 1։ Համար 1 աղցանը։ Գույնս գույն Համով է իրոք։ Աղցանը համով է։ շատ լավն է։ շնորհակալություն Շատ լավն է։ Աղցանը համով է։ Համեր ինչպիսին է։ Համերի ինչ որ ինչ զգացողություն ունեք։ Համերի Միսը շատ համով էր։ նորմալ տեղ հասավ։ Որ սովորական տապակա չլինի։ Սովորական տապակա չէր։ Այո։ Շատ ճիշտ է։ այո Տիկին Սուսաննա ջան մի քիչ ձեզ շեղեմ գնանք թատրոն ինչև Հա, ինչև մի քիչ էլ ուտի Տիկին Ես Սուսաննան։ էլ թատրոնի դերասանուհի Իր կարծիքը չեմ, վերջնական հայտնի։ մոռացել եք ինձ լավ չեք արել Դրա համար նոր ծանոթացանք։ Հա ես հասկացա որ նոր ծանոթացանք ափսոս հուսամ երբևէ Գերեք, ոչինչ, գերեք, մի 15 րոպե կսպասենք, տեսնենք ինչ կա։ Ամենանորը, ամենային մոռացվածն է, այնպես որ նորից կարող է։ Հին ընկերները երբեք չեն տավաճանում։ Այո, եւ այս այն դեպքերից է, որ ես համեստս շատ քիչ եմ խոսում, որտեվ խաղի կանոններն են թելադրում։ Ինչ կանոն։ Կանոնը ուտելն է։ Այո։ Մենք հասկացանք արդեն։ Ինձ թվում է համտեսը արդեն ավարտվեց։ Տիկին Սուսաննա, սպասում եք ձեր կարծիքին։ Ինչպիսի տպավորություն, ինչ համի զգացողություն։ Շատ համեղ էր։ Եվ երկու աղցանը, եւ միսը, եւ այս ապուրը։ Դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը, բայց Ստիպված է։ հա, ստիպված եմ, որ պետք է ասեմ, որ ավելի շատ ինձ դուր եկավ։ Ինձ շատ դուր եկավ այս ապուրը Ստեսություն ձեզ։ եւ Չէ, սպասի։ այս աղցանը, Որ աղցանը։ որի մեջ եգիպտացորեն կար։ Այ, Շնորհակալություն ես մնում եմ։ դրության մեջ սափահարություններ, խնդրեմ։ Հիմա ինչ ենք անում, Տիկին Սուսաննա, ձեր խոսքն էլ ասեք։ Ես միշտ համտեսողի իրավիճակի մեջ մտնում եմ, որ երբ որ սնունդատեսակները երկուսն էլ համեղ են, չի կարողանում կողմնորոշվել։ Հիմա դուք կողմնորոշվեցիք արդեն։ Այո, Որը մեր ձեր։ այս աղցանը եւ այս ապուրը։ Ահա։ Չնայած սրանք էլ շատ համեղ էին, բայց ես մի քիչ ուրիշ իմ քիմքը ուրիշ բաների է սովոր։ Սրանք եմ սիրում։ Հետաքրքիր է նաև, որ մեկը մեր հյուրն է պատրաստել, մյուսը մյուս հյուրն է պատրաստել, ինչ անենք, ինչպես Այս վարվենք։ ուտեստների անունն էլ կտնենք բարեկամություն։ Այո, մանավանդ որ մենք միշտ մրցանակները, այո, մեր մրցանակները մի հատ են, այո, այլ դեպքում էլ մի հատ է։ Դա արդեն վերջնական որոշումը երևի պետք է դուք անեք։ Չէ, դուք Չէ, վերջնական որոշումը դուք եք ասում։ Ուզում եք այդ երկուսից էլ մեկը ընտրեք։ Թող ավելի ճիշտ լինի, ինչ անենք։ Քանի որ առաջին անգամ եմ ես սա համտեսում եւ ինձ շատ դուր եկավ, ես սա կընտրեմ։ Վերջ, ընտրվեց ապուրը, շնորհավորում ենք Մագաքեզ։ Շնորհակալություն։ Շատ համեղ ու լավ ապուրի պատրաստել։ Մեր Շիրակ հեռուստաընկերության կողմից անվանված է մրցանակ, որը պետք է հանձնի Տիկին Սուսաննան ձեզ։ Այո։ Խնդրեմ հանձնեք Տիկին Սուսաննա մրցանակը Մագային, Մարգարիտ Խաչատրյանին։ Եվ այսպես այսօրվա մեր հաղորդաշարում հաղթեց Մարգարիտ Խաչատրյանը։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ պիտանի խոհանոցի համար պարագայել, շատ շնորհակալ եմ։ Էնպես չի որ այս պահին հաղթանակը իմն է, որովհետև Արտուր Հակոբյանի հետ մեր մրցանակները մեկն է եւ հաղթեց, այո, ինչպես ասացի, Լուսինե ջան, բարեկամությունը։ Ընկերությունը, բարեկամությունը, մի օր կտակ Արտուրը կտանի իր տուն, մի օր դու կտաս Չէ, ոչ մի դեպքում։ Չէ, Կգամ մեր տուն ցույց կտամ։ Արտուրի ծնունդին որ գնացիր, դա նվեր տար։
Եվ այսպիսով ավարտվեց մեր հերթական հաղորդաշարերից մեկը։ Հարգելի հեռուստադիտող, այսօր մենք ձեզ փոխանցեցինք տարբեր տեսակի բաղադրատոմսեր, մեր միջոցով փոխանցեցինք։ Դուք էլ ինքներդ փորձեք, պատրաստեք ձեր ընտանիքում, հյուրասիրեք ձեր բարեկամներին եւ ընկերներին։ Ցտեսություն, հաջողություն, կհանդիպենք։